Բարև բոլորին, շարունակելով մեր տեսանյութերի շարքը, այսօր ցանկանում եմ անդրադառնալ մեկ այլ կարևոր եւ հետաքրքրական թեմայի, մասնավորապես ինչպես կատարել որակյալ հետազոտական աշխատանքներ, ընդ որում ինչպես ակադեմիական, այնպես էլ ոչ ակադեմիական բնույթի։ Այս տեսանյութի շրջանակներում ես կներկայացնեմ 10 հիմնական խորհուրդներ, որոնք որ ձևավորվել են իմ անձնական դիտարկումների, վերլուծությունների, գիտական հետազոտություններ կատարելու վերաբերյալ տարբեր գրքեր ուսումնասիրելու արդյունքում, տասնյակ հարյուրավոր ուսանողների կողմից պատրաստված աշխատանքներ ուսումնասիրելու արդյունքում, դրանք նաև կարտացվել են այն խորհուրդները, որոնք որ ես եմ ստացել իմ գիտական ղեկավարներից, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Սակայն հաշվի առնելով, որ թեման ինքնին փակ է, այսինքն այս թեմայով որպես այդպեսին շատ նյութեր չկան եւ հայալեզու իմաստով այս տեսանյութը առաջինն է լինելու, կարծում եմ այն օգտակար կլինի յուրաքանչյուրին, հատկապես նրանց, ովքեր որ իրենց առաջին քայլերն են կատարում հետազոտական ոլորտում։ Ես ինքս կցանկանայի, որպեսզի ժամանակին, երբ որ ես դեռևս ուսանող էի բակալավրիատում եւ առաջին քայլերն էի կատարում կուրսային աշխատանք էի գրում, ինձ այսպիսի խորհուրդներ ներկայացնեին, հետեւաբար կարծում եմ, որ այս տեսանյութը արժեքավոր է եւ օգտակար կլինի յուրաքանչյուրին։ Իսկ մինչև խորհուրդների ներկայացումը հիշեցնեմ, որ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, մեկնաբանություններում գրեք ձեր դիտարկումները, կարծիքները, իսկ նրանք, ովքեր այս տեսանյութը կդիտեն մինչև վերջ, իրենց սպասվում է այս թեմայով հետաքրքիր հայտարարություն։ Եվ այսպես, խորհուրդ համար առաջին, թեմայի ընտրությունը։ Ինչքան էլ պարզ հնչի այս խորհուրդը, դրա էությունը արտահայտվում է հետևյալում. ինչքան ձեր թեման, որպես այդպեսին առավել հստակ է, այնքան բարձրանում է ձեր թեմայով կատարվող հետազոտության արժեքը, եւ ինչքան թեման առավել վերացական է, ընդհանրական է, այնքան նվազում է հետազոտության արժեքը։ Ինչու՞ է կայանում սրա առանձնահատկությունը։ Ես ձեզ կներկայացնեմ 3 հիմնական թեմաներ եւ ինքներդ կարող եք զուգահեռ անցկացնել, տեսնելու համար, թե որքանով է որպես այդպեսին հետազոտական արժեքը որ թեմայի դեպքում է առավել բարձր։ Օրինակ համար առաջին՝ դիցուք, արդար դատաքննության իրավունքի էությունը։ Թեմա համար երկրորդ՝ հակընդդեմ հարցման իրավունքի էությունը։ Թեմա համար երրորդ՝ անանուն վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի էությունը։ Թեև այս 3 թեմաներից նույնիսկ վերջինը թեմայի վերնագրի ձևակերպման առումով կատարյալ չէ, բայց երրորդ թեմայով կատարվող հետազոտության դեպքում դրա արժեքը առավել բարձր է լինելու, քան մյուս թեմաների դեպքում։ Ինչու՞, որովհետև այն մյուս թեմաների դեպքում առավել ընդհանրական դատողություններ կատարելու, առավել հանրաճանաչ սկզբունքներ ներկայացնելու, վերացական մտքեր արտահայտելու հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան երրորդ թեմայի դեպքում, որը շատ ավելի հստակ է, այն հնարավորություն է տալիս, որ ընթերցողը հնարավորինս արագ կարողանա գտնել այն հարցի պատասխանը, որը ինքը փնտրում էր, որով բացեց ձեր հետազոտական աշխատանքը եւ ցանկանում էր ծանոթանալ դրա էությանը։ Այս խորհրդի շրջանակներում կարևոր եմ համարում նաև ընդգծել այն, որ միշտ մտածեք ձեր ընթերցողների մասին, որովհետև ընթերցողը հենց այն անձն է, ում հասցեագրված է լինելու ձեր հոդվածը, ձեր հետազոտական աշխատանքը, որ դուք կատարում եք, եւ շատ կարևոր է, որ իր համար հնարավորինս դյուրին եւ մատչելի դառնա այդ հոդվածի ընթերցանությունը։ Ինքն ի սկզբանե պատկերացում կազմի, թե ձեր հոդվածը ինչ թեմային, ինչ նեղ սկզբունքային առանձնահատկությանն է նվիրված, ինչ խնդիր է լուծում եւ իր խնդրի լուծման բանալին արդյոք ինքը կարող է գտնել ձեր հոդվածի շրջանակներում, թե ոչ։ Խորհուրդ համար 2. Այն վերաբերում է հետազոտական հարցի առկայությանը։ Շատ կարևոր նշանակություն ունի, որ դուք ինքներդ հետազոտություն կատարելիս, ինքներդ ձեզ առաջին հերթին հարց տաք, թե ինչ հարցին պատասխանելու համար եք դուք փորձում ձեր հետազոտությունը կատարել։ Այսպես կոչված research question-ը, այսինքն այն մեկ հիմնական հարցը, որին պատասխանելու համար դուք ձեր հետազոտությունը կատարում եք։ Ինքնին հետազոտությունը կարող է ունենալ նաև այլ ենթահարցեր, այսպես կոչված sub-question-ներ, որոնք որ կարող են, եթե ձեր աշխատանքը մեծածավալ է, նույնպես լինեն, բայց ի սկզբանե հետազոտության ամենասկզբում դուք պետք է ներկայացնեք այն հարցերը, որոնց պատասխանելու համար դուք այդ հետազոտությունը կատարում եք կամ այդ հետազոտությունը փորձում եք ներկայացնել։ Ընդ որում, պայմանավորելով նաև նախորդ խորհրդի հետ, կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ որքան ձեր հետազոտական թեման առավել լայն է, այնքան ձեզ կարող է դժվար լինել հետազոտական հարցի ձևակերպումը։ Դիցուք օրինակ, դուք խոսում եք խոսքի ազատության սահմանների մասին, ձեր հետազոտական թեման դա է, եւ դուք եթե փորձեք ձեր հետազոտական հարցը ձևակերպել, ձեզ ի սկզբանե կարող է բավականին դժվար լինել, որովհետեւ հետազոտական հարցի ձևակերպումը եւս պահանջում է որոշակիություն։ Այն չի կարող լինել անորոշ, վերացական եւ
առանց հասցեագրման այն խնդիրները, որոնք որ դուք փորձում եք բարձրացնել, լուծել ձեր հետազոտական աշխատանքի կատարման շրջանակներում։ Մինչդեռ, օրինակ, եթե դուք խոսեք ատելության խոսքի քրեականացման մասին, ձեր թեման լինի դա, ապա ձեր հետազոտական հարցը կարող է բնորոշվել որպես որոնք են այն սկզբունքները, այն հիմքերը, պայմանները, որոնց առկայության դեպքում ատելության խոսքը կարող է քրեականացվել։ Այս դեպքում ձեզ համար առավել դյուրին, առավել հեշտ կլինի հարցի ձևակերպումը եւ ընթերցողի համար եւս առավել հասկանալի կլինի, թե ինչի համար եք դուք ձեր հետազոտությունը կատարում։ Խորհուրդ համար 3. Ձեր ընթերցողների հետ հաղորդակցվեք առանց անակնկալների մատուցման, եղեք անկեղծ եւ թափանցիկ։ Դրա էությունն արտահայտվում է նրանում, որ այն պնդումները, այն թեզիսները, որոնք որ դուք առաջ եք քաշելու ձեր հետազոտական աշխատանքի մեջ, դրանք ի սկզբանե պետք է ներկայացված լինեն հետազոտական աշխատանքի նախաբանում կամ ներածության մեջ, որտեղ հստակ կլինի, թե դուք ինչ թեզիսներ, ինչ գաղափարներ, ինչ մտքեր եք առաջ քաշելու ձեր հետազոտական աշխատանքի կատարման շրջանակներում։ Այսինքն ընթերցողը չպիտի հարկադրված լինի կարդալ ձեր հետազոտական աշխատանքը ամբողջության մեջ, հասկանալու համար, թե որոնք են ձեր եզրահանգումները։ Ինքը կարող է կարդալ աշխատությունը ամբողջությամբ այն դեպքում, երբ որ այդ եզրահանգումների հիմնավորումները ընթերցելու, դրանք բացահայտելու կարիք ունենա, բայց հիմնական թեզիսները, հիմնական պնդումները, որոնք որ դուք առաջ եք քաշում, դրանք պետք է տեղ գտնեն ձեր հետազոտության ամենասկզբում, դրանք իր համար պիտի լինեն հայտնի։ Խորհուրդ համար 4. Նաև նախորդ խորհրդի համատեքստում ընթերցողի հետ հարաբերակցվելու առումով ես կառանձնացնեի այն գաղափարը, որ դուք նաև ընթերցողի ձեռքից բռնած իրեն տանեք աշխատության սկզբից մինչև վերջ։ Ինչու է դրա կարևոր գաղափարը արտահայտվում, նրանում, որ ձեր հատկապես մեծածավալ աշխատանքների դեպքում, եթե աշխատանքն ունի գլուխներ, բաժիններ, ընթերցողը ի սկզբանե հասկանա, թե այդ գլուխներում այդ բաժինների վերջից ի սկզբանե հասկանա, թե հաջորդ գլուխը բաժինը ինչին է նվիրված լինելու, կամ սկսվող բաժնի գլխի ամենասկզբում գրված լինի, թե ինչին է նվիրված լինելու այդ բաժինը։ Այսինքն դուք ի սկզբանե ուղղորդում եք ձեր ընթերցողին, աջակցություն եք ցույց տալիս իրեն, որպեսզի ինքը պատկերացում կազմի, թե ձեր հետազոտական աշխատանքի կատարման բաղադրիչները ինչպես են հարաբերակցվում միմյանց հետ։ Վերջ-ի-վերջո այդ բաղադրիչները պիտի ունենան որոշակի օրգանական կապ, տրամաբանական միասնություն, եւ հենց այդ միասնության շրջանակներում ընթերցողը ի սկզբանե պիտի ձեր հետ միասին աշխատանքի սկզբից մինչև վերջ գա եւ իր համար պիտի այդ ամենը նաեւ տրամաբանական փոխկապակցվածություն լինի, որովհետեւ ինքը յուրաքանչյուր բաժնի վերջում իմանա, թե հաջորդ բաժինը ինչին է նվիրված լինելու, կամ այն բաժինը, որը սկսում է ընթերցել, այդ բաժինը կոնկրետ ինչին է նվիրված լինելու եւ ինչ հիմնական թեզիսներ, արգումենտներ են առաջ քաշվելու այդ բաժնի շրջանակներում։ Հաջորդ խորհուրդը վերաբերում է բովանդակությանը։ Հետազոտական աշխատանքների բովանդակության կատարման առանձնահատկությունների մասին ընդհանրապես կարելի է շատ երկար խոսել, որովհետև այն բավականին ծավալուն թեմա է, բայց եթե փորձեմ գալ այն գաղափարին, այն հիմնական մեսեջին, որը ցանկանում եմ հասցնել այս տեսանյութի շրջանակներում, այն է, որ հետազոտական աշխատանքի բովանդակությունը շահադրելիս միշտ եղեք հնարավորինս հստակ, որոշակի, որովհետև անորոշ տեղեկատվությունը ինքը որպես կանոն նաև շեղում է ընթերցողի ուշադրությունը այն հիմնական տեքստից, որ դուք շահադրում եք, ի հիմնավորումը ձեր այն թեզիսների, այն պնդումների, որ ներկայացնելու եք ձեր հետազոտական աշխատանքի շրջանակներում։ Հետևաբար այս համատեքստում խուսափեք ավելորդ պատմական աղբյուրների, ավելորդ վերացական դատողությունների ներկայացումից, հատկապես երբ որ ձեր հետազոտական աշխատանքը որպես այդպիսին ուղղակիորեն կապ չունի պատմական աղբյուրների, պատմական որոշակի ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության հետ։ Այդ պայմաններում դրանց վկայակոչման, դրանց մեջբերման կարիքը ուղղակի չկա։ Միաժամանակ կարևոր է հիշել, որ պետք է խուսափել հետազոտական աշխատանքի կատարման մեջ Մարդուրանքն է եվրոպական դատանի, վճռաբեկ դատանի, իրավական դիրքորոշումները չակերտներում, էջերով, մեծածավալ ձևով մեխանիկորեն մեջբերելուց։ Սա շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ տվյալ պարագայում այն իրականում այլ տպավորություն է ստեղծում, որ հեղինակը փորձել է տվյալ պարագայում ծավալային հարց լուծել եւ աշխատանքը մեծածավալ ներկայացնելու համար մեխանիկորեն կատարել է մեջբերումները։ Մինչդեռ իրականում դուք կարող եք ընդհանրապես վերցնել այդ իրավական դիրքորոշումների այն հիմնական գաղափարը եւ ձեր հետազոտական աշխատանքի մեջ այն ներկայացնեք համեմելով այն ձեր անձնական վերլուծությունների, ձեր դիտարկումների հետ, ցույց տալով, թե դրանք ինչպես են հիմնավորում այն պնդումները, այն թեզիսները, որոնք որ դուք առաջ եք քաշում ձեր հետազոտական աշխատանքի կատարման մեջ։
Կիսվեմ նաև այսպես կոչված մի փոքր լայֆ հակով, եթե ինչ-որ բան եք գրում ձեր հետազոտության մեջ եւ կասկածում եք, արդյոք դա պետք է թողնել, թե պետք է հանել, հատկապես երբ որ հետազոտական աշխատանքների կատարման համար կա բառերի քանակ եւ դուք ձեր հետազոտությամբ գերազանցում եք այդ բառերի քանակը, ապա հատկապես այդ դեպքերում, որpեսզի գնահատեք, թե արդյոք պետք է թողնել այդ պարբերությունը, որը որ գրել եք, թե պետք է հանել, արեք ընդհանրապես հետեւյալը. հանեք այդ պարբերությունը, առանց դրա կարդացեք ձեր հետազոտությունը ամբողջության մեջ։ Եթե դրանից ոչինչ չի փոխվի, այսինքն իմաստային, հիմնավորվածության, ձեր եզրահանգման ամրության տեսանկյունից, ապա միանշանակ կարող եք հանել եւ չգրել այն պարբերությունը, որը որ գտնում եք, որ իրականում երկրորդային նշանակություն ունի, եւ առանց դրա հետազոտությունը որպես այդպեսին լիարժեք է։ Հետազոտությունների կատարման բովանդակության շրջանակներում կարևոր եմ համարում նաև նշել, որ ներկայումս աշխարհում գերակայում է միջդիսցիպլինար կամ միջառարկայական հետազոտությունների կատարման կարևորությունը։ Այսինքն շատ հաճախ պետք չէ միայն սահմանափակվել կոնկրետ մասնագիտական շրջանակով հետազոտություններ կատարելու համար։ Դուք կարող եք ներգրավել նաև այլ մասնագետներ։ Դիցուք օրինակ սոցիոլոգիայի ոլորտի մասնագետներ, ովքեր իրավաբանների հետ կարող են հետազոտություններ կատարել, կամ օրինակ պատմաբաններ, հոգեբաններ, կախված նրանից, թե դուք ինչ տիպի հետազոտություն եք կատարում, կարող եք ներգրավել մի քանի ոլորտների մասնագետների եւ համատեղ հետազոտություն կատարել, որը կրկնակի մի քանի անգամ կբարձրացնի այդ հետազոտության կատարման արժեքը, որովհետև շատ հաճախ, երբ որ մենք սահմանափակում ենք կոնկրետ մի շրջանակով, բաց ենք թողում այն հիմնական առանձնահատկությունները, որոնք որ կարող են ի հայտ գալ այլ մասնագիտական դիտանկյունից այդ հարցերին նայելու դեպքում։ Խորհուրդ համար 6. Օգտագործեք հետազոտական աշխատանքների կատարման տարբեր մեթոդներ։ Մի սահմանափակվեք բացառապես գրականության տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով։ Օրինակ, կարող եք դուք իրականացնել նաև ոչ ֆորմալ բնույթի հարցազրույցներ տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Բայց շատ կարևոր է, որ այդ հարցազրույցները որ իրականացնեք եւ փորձեք հարցնել իրենցից պրակտիկայում իրենց փորձառության ընթացքում հանդիպած հիմնական խնդիրները կամ այդ խնդիրների լուծման վերաբերյալ իրենց պատկերացումները, դուք իրենց նաև տաք գրավոր թերթիկ, որով կհայցեք իրենց համաձայնությունը այդ իրենց կողմից ներկայացված տվյալները օգտագործելու վերաբերյալ, այդ թվում իրենց անվան նշմամբ։ Այսինքն տարբերակ 1 կարող է լինել, երբ որ հարցազրույցի ենթարկվողը ցանկություն հայտնի, որ իր անունը նշվի, տարբերակ 2, երբ որ ինքը կարող է լինել անոնիմ եւ տվյալ պարագայում դուք ընդհանրապես կվերցնեք իրենից նշում, որ ինքը այդ հարցազրույցին մասնակցել է, կիսվել է իր փորձառությամբ, բայց միաժամանակ ընդգծել է, որ իր տվյալները կօգտագործվեն անոնիմ հիմունքներով ձեր կողմից իրականացվող հետազոտության շրջանակներում։ Խորհուրդ համար 7. Կարևոր նշանակություն ունի այն, որ ցանկացած դեպքում, երբ որ դուք օգտագործում եք տարբեր աղբյուրներ ձեր հետազոտական աշխատանքի կատարման մեջ, դրանք պետք է պատշաճ ձևով ձևակերպված լինեն հղումներում։ Դուք այս մասով պիտի բացահայտեք այդ տեղեկատվությունը ձեր ընթերցողներին, միաժամանակ պաշտպանելով նաև այն անձանց հեղինակային իրավունքները, ումից դուք որոշակի տեղեկատվություն եք վերցնում, վկայակոչում եք ձեր աշխատանքի մեջ, եւ դա որոշակի համադրված վերլուծության եք ենթարկում ձեր մնացած այլ վերլուծությունների, դատողությունների, այն գաղափարների հետ, որոնք փորձում եք ներկայացնել հետազոտական աշխատանքի մեջ։ Միաժամանակ, եթե նույնիսկ դուք օգտվել եք արհեստական բանականության գործիքներից, ինչը բնականաբար նորմալ է, 2026 թվականին 21-րդ դարում դուք այն կարող եք կիրառել տարբեր խնդիրների լուծման համար, դիցուք օրինակ վիճակագրական տվյալների անալիտիկ վերլուծության համար, բայց այդ մասին պետք է նշեք ձեր հղումներում, որ կիրառել եք արհեստական բանականության կոնկրետ որ գործիքը, ինչ ծավալով եւ ինչ խնդրի լուծման համար։ Հաջորդ խորհուրդը վերաբերում է եսի եւ մենքի տարբերակմանը, մասնավորապես այն համատեքստում, որ նկատած կլինեք, շատ հաճախ տարբեր աշխատություններում հեղինակները գրում են. մենք գտնում ենք այսինչ հանգամանքը, մենք պնդում ենք մեր համոզմամբ եւ այսպես շարունակ։ Ինչու՞մ է կանում խնդիրը։ Եթե դուք իրականում ուսումնասիրեք միջազգային ամսագրերում տպագրվող հոդվածներ կամ տարբեր հետազոտություններ, դուք երբևիցե չեք տեսնի մենք ձևակերպման օգտագործումը, հատկապես այն դեպքերում, երբ որ այն համահեղինակություն չի, այսինքն հեղինակը մեկն է, մի անձ է եւ տվյալ պարագայում ինքը խոսում է հոգնակի թվով իր մասին, տվյալ պարագայում ինչն է խնդիրը որպես այդպեսին առաջանում։ Կա տեսակետ, որ երբ որ օգտագործում է մենք ձևակերպումը, հեղինակը նկատի ունի իրեն եւ իր գիտական ղեկավարին։ Իրականում գիտական ղեկավարը ունի ֆասիլիտացիոն, աջակցող բնույթ, եւ ոչ միշտ է, որ հեղինակի գաղափարները կարող է նաեւ գիտական ղեկավարը կիսել։
Բնականաբար գիտական ղեկավարը հարգում է հեղինակի կողմից արվող պնդումները, բայց ինքը չունի պարտականություն կիսելու այն դիտարկումները, որ հեղինակը փորձում է ներկայացնել իր աշխատանքում։ Մյուս կողմից, երբ որ գիտական ղեկավարին նկատի չունի հեղինակը, այլ նկատի ունի ինչ-որ անորոշ թվով մարդկանց իր, այսպես ասած, համակիրների բանակը, ապա այդ անձանց անունները նույնպես պիտի նշվեն աշխատանքի մեջ։ Հակառակ պարագայում մենք կրկին գալիս ենք այն անորոշության վերացականության մոտեցմանը, որը հետազոտական աշխատանքների կատարման դեպքում ընդունելի լինել չի կարող։ Հետևաբար դրանով է պայմանված նաև այն հանգամանքը, որ միջազգային տարբեր հետազոտություններ, աշխատանքներ ուսումնասիրելիս մշտապես կարելի է նկատել, որ ձևակերպումները, որոնք այնտեղ տեղ են գտնում, դրանք արվում են ես գտնում եմ, ես պնդում եմ, իմ համոզմամբ, դա արվում է նաև նրա համար, որ հեղինակը կրում է նաև որոշակի պատասխանատվություն իր այն մտքերի, իր այն գաղափարների համար, որ ինքը փորձում է ներկայացնել այդ հետազոտական աշխատանքի մեջ, պատրաստ լինելով նաև անհրաժեշտության դեպքում քննադատության, որի շրջանակներում ինքը կհիմնավորի իր թեզիսները, իր պնդումները, իր մոտեցումները, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հաջորդ խորհուրդը վերաբերում է կրավորական սեռի օգտագործմանը։ Թերևս չկա մի հետազոտական աշխատանք, որ նվիրված լինի հետազոտությունների մեթոդիկային վերլուծությունների կատարմանը, որտեղ չնշվի, որ խորհուրդ չի տրվում կրավորական սեռի օգտագործումը։ Մշտապես օգտագործեք ներգործական սեռ։ Ինչու՞մ է կայանում պատճառը։ Մենք իրավաբանները շատ ենք սիրում կրավորական սեռով ձևակերպումներ օգտագործել, բայց խնդիրը կայանում է նրանում, որ կրավորական սեռի օգտագործման դեպքում կորում է սուբյեկտը, այսինքն մենք ասում ենք, այս ինչ բանը տեղի է ունեցել, այսինչ բանը ձևակերպվել է այսպես, բայց ում կողմից, ինչպես, ինչ հանգամանքներում, կրկին մենք գնում ենք դեպի վերացականություն, դեպի անորոշություն, ինչը ակադեմիական հետազոտության եւ ընդհանրապես ոչ ակադեմիական նույնպես հետազոտական աշխատանքներ կատարելիս ընդունելի լինել չի կարող։ Եվ վերջին խորհուրդը, որը որ առաջին հայացքից կարող է պարզ հնչել, բայց այն ունի ֆունդամենտալ կարևոր նշանակություն, այն է վերընթերցեք ձեր աշխատությունները։ Երբևիցե առաջին անգամ գրելուց հետո մի մուտք արեք դրանք, մի հանձնեք, մի ուղարկեք, վերընթերցեք, փորձեք հղկել այն ձևակերպումները, որոնք որ դուք օգտագործում եք հետազոտական աշխատանքի կատարման մեջ։ Հղկումը հնարավորություն է տալիս շտկել այն հնարավոր թերությունները, ուղղագրական սխալները, այն հնարավոր հակասությունները, որոնք որ բնական է, որ կարող են լինել ձեր աշխատանքի կատարման մեջ։ Այսպիսով, այսօրվա համար պատրաստել է այսքանը։ Լիահույս եմ, որ այն 10 խորհուրդները, որոնք ես ներկայացրի այս տեսանյութի շրջանակներում, օգտակար կլինեն յուրաքանչյուրին, ովքեր որ հետաքրքրված են հետազոտական աշխատանքների կատարմամբ։ Միաժամանակ հիշեցնեմ, որ չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանեք այս տեսանյութը, մեկնաբանությունում գրեք ձեր դիտարկումները, կարծիքները, նշեք արդյոք հետաքրքրված եք այս թեմայով, թե առավելապես մարդու իրավունքների դասական այն առանձնահատկությունների ներկայացման, որոնք ես փորձել էի կատարել իմ նախորդ տեսանյութերի շրջանակներում, խոսելով խոսքի ազատությունից, հավաքների ազատությունից, ընդ որում, եթե դեռ չեք դիտել այդ տեսանյութերը, հղումները կարող եք գտնել ներքևում։ Միաժամանակ, ինչպես խոստացել էի, նշեմ, որ Ռոլ Վոլենբերգի անվան Մարդու իրավունքների եւ Միջազգային իրավունքի ինստիտուտի կողմից հայտարարվել է Մարդու իրավունքների հետազոտական ակադեմիայի ընդունելություն։ Հայտերի ընդունելությունը մինչև 2026 թվականի մարտի 20-ն է, շտապեք, տեղերը սահմանափակ են։ Հետազոտական ակադեմիայի շրջանակներում ստանալու եք բացառիկ հնարավորություն հղկելու, զարգացնելու ձեր հետազոտական աշխատանքների կատարման հմտությունները, ստանալու եք նաև միջազգային մակարդակով մենթորություն, աջակցություն ձեր կողմից հետազոտական աշխատանքների պատրաստման առումով, միաժամանակ նաև հնարավորություն եք ստանալու ձեր հետազոտական աշխատանքները ներկայացնելու կոնֆերանսի շրջանակներում։ Մանրամասները, պայմանները եւ առանձնահատկությունները կգտնեք հղումով, որը որ կտեղադրեմ ներքևում։ Շտապեք դիմել, տեղերը սահմանափակ են, ես ինքս խորհուրդ եմ տալիս բոլոր այն անձանց, ովքեր որ հետաքրքրված են մարդու իրավունքների հետազոտությամբ, անպայմանորեն դիմել։